Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի մասնակից մի շարք երկրների հանրային հեռարձակողները պաշտոնապես հայտարարել են մրցույթը բոյկոտելու մտադրության մասին, եթե համաեվրոպական երգի փառատոնին մասնակցի Իսրայելը։ Պատճառը Գազայում շարունակվող ռազմական գործողություններն են, որոնց զոհ են գնում տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ։ Այս պահին Վիեննայում կայանալիք մրցույթին մասնակցելուց հրաժարվելու սպառնալիք են հնչեցրել Իսպանիան, Իռլանդիան, Նիդերլանդները, Սլովենիան եւ Իսլանդիան։ Իսպանական հանրային RTVE հեռարձակողի խորհուրդը ձայների 10 կողմ 4 դեմ հարաբերակցությամբ վճռել է բոյկոտել մրցույթը։ Մինչդեռ Իսպանիան մեծ հնգյակի անդամ է, մրցույթի հիմնական ֆինանսավորող երկրներից մեկը։ Իռլանդական RTE հեռուստաընկերությունը նույնպես հաստատել է իր դիրքորոշումը։ Գործադիր տնօրեն Քևին Բաքհերստը հայտարարել է, որ իսրայելցի արտիստի ելույթը անընդունելի կլինի, քանի դեռ մարդկային կորուստները Գազայում շարունակվում են։ Հաշվի առնելով Գազայի բնակիչների շարունակվող ծանր տառապանքները, Իռլանդիայի պաշտոնական հեռարձակող Ավրոտրոսն այլևս չի կարող արդարացնել Իսրայելի ներգրավվածությունը ստեղծված իրավիճակում։ Նիդերլանդները, Սլովենիան եւ Իսլանդիան նույնպես միացել են բոյկոտի կոչերին։ 2024 թվականին, երբ Իսրայելը եւ Պաղեստինը պատերազմի մեջ էին, մի շարք երկրներ հրաժարվեցին ներկայացնել մրցույթի միավորները՝ ի նշան բողոքի Իսրայելի մասնակցության դեմ։ Իռլանդիայի մասնակից Ben Bithag-ը հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել իր եվրատեսիլյան երգը, քանի դեռ Իսրայելը շարունակում է մասնակցել մրցույթին։ Նիդերլանդների ներկայացուցիչ Ջուստ Քլեյնը նույնիսկ որակազրկվեց, բացահայտորեն արտահայտելով իր դժգոհությունը։ Եվրատեսիլից առաջ կայացած մամուլի ասուլիսին նա հրապարակային կերպով դեմքին իր երկրի դրոշներ գցել, որպեսզի չտեսնի Իսրայելի մասնակցին։ Հունաստանի մասնակիցն էլ քնած էր ձևացել։ Նույնիսկ մրցույթը հյուրընկալած Շվեդիայի հասարակությունն է վերաբերմունքն արտահայտել իսրայելցի երգչին տանող ավտոբուսի վրա հարձակումով։ Իսրայելի ներկայացուցիչի ելույթն էլ ուղեկցվել է սուլոցներով եւ հանդիսատեսի բացահայտ դժգոհության արտահայտություններով։ Տեղեկություն էր շրջանառվում, որ Եվրոպական հեռարձակողների միությունը Իսրայելին առաջարկել է ժամանակավորապես 1 կամ 2 տարով հրաժարվել մրցույթին մասնակցելուց կամ մասնակցել չեզոք դրոշի ներքո, սակայն տեղեկությունը դեռ պաշտոնական հաստատում չի ստացել։ Երկրպագուներն ու հեռարձակողները համեմատականներ են անցկացնում Ուկրաինայի դեպքի հետ, քանի որ լայնամասշտաբ պատերազմից գրեթե անմիջապես հետո ԵՀՄ-ն որակազրկեց Ռուսաստանին, պատճառաբանելով, որ նրա մասնակցությունը կվարկաբեկի մրցույթը։ Հենց այդ տարի Ուկրաինան ներկայացնելով Կալուշ օրկեստրախումբը իր Ստեֆանիա երգով, որը պատերազմի մոտիվներով էր, հաղթեց, ստանալով հեռուստադիտողների քվեարկության ռեկորդային ձայներ, թեև մինչև այդ չէր համարվում մրցույթի ֆավորիտը։ 439 points. Հաջորդ տարիներին եւս Ուկրաինան զբաղեցնում էր բարձր հորիզոնականներ, իսկ մրցույթի բեմում եւ դահլիճում բազմաթիվ մասնակիցներ ու հանդիսատեսներ ծածանում էին ուկրաինական դրոշներ՝ ի նշան աջակցության։ Բոյկոտի սպառնալիքներին ի պատասխան մի շարք այլ երկրներ իրենց աջակցությունն են հայտնել Իսրայելին։ Գերմանիան եւ Իտալիան մեծ հնգյակի երկու այլ անդամները զգուշացրել են ԵՀՄ-ին, որ իրենք դուրս կգան մրցույթից, եթե Իսրայելը որակազրկվի։ Աջակցություն հայտնող մյուս երկրների թվում նշվում են նաեւ Ավստրիան, 2026 թվականի մրցույթի հյուրընկալող երկիրը, Շվեյցարիան, Կիպրոսը, Հունաստանը եւ Ադրբեջանը։ Հայաստանը դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի արել Իսրայելի մասնակցության դեմ եւ կողմ ճամբարների շուրջ իր դիրքորոշման մասին։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։